Ինչքան էլ որ աշունը գեղեցիկ եւ գույնզգույն է, բայց տարվա այս եղանակը իր հետ բերում է նաեւ բազմաթիվ խնդիրներ։ Առաջնային խնդիրը ձմռանը նախապատրաստվելն է։ Բացի այն, որ մթերքները բավականին թանկ է, ձմռան գալստի հետ պետք է մտածել նաեւ բնակարանների ջեռուցման մասին։ Մեր հեռուստաընկերությունը փորձեց վանաձորցիներից պարզել, թե ինչպես են պատրաստվում ձմռանը։ Շատ վատ ենք պատրաստում, ոչ փետ ունենք, ոչ գազ ունենք, ոչ էլ լուսանք։ Մեր հարցվածների շրջանում կան մարդիկ, ովքեր արդեն հասցրել են հոգալ ջեռուցման մասին։ Նրանցից որոշները ապահովել են փայտով, մյուսներն էլ ջեռուցման համակարգեր են տեղադրել։ 5 բաքսի սարքում ենք։ Ավելի լավ փայտով տաքացնես, քան գազով կամ լույսով։ Ավելի լավ է տաքացնում ու ավելի հարմար է։ Փայտ ենք վառում ենք։ Վանաձորցիների համար այսօր մեծ խնդիր է կոմունալ վճարները, էլ չասած ձմռան ամիսներին, երբ էլեկտրոէներգիայի եւ գազի վճարները կրկնապատկվում կամ եռապատկվում են։ Ունեն գազ հարմարություն ունեն, բայց մտածում եմ ոնց պետք է վճարման տակից։ Շատ տրամադրված ենք, թե ոնց ենք ձմեռը անցկացնել։ Իսկ ինչպես եք տաքանալու։ Չգիտեմ, սառը տեղ։ Որոշ վանաձորցիներ դեռևս չեն կողմնորոշվել, թե ինչպես պետք է ձմռանը տաքանան։ Ամփերատար սպասում են ձմռան գալստին։ Գազով, լույսով, ոնց ստացվի։ Ոչ մեկն է մատչելի չէ։ Ոչ մեկը։ Հիմա պայմաններում աշխատանք չկա։ Դրսից ուղարկեն, մենք էլ կտաքցնենք, չուղարկեցին կմրսենք։ Լիտայով տոկով։ Չգիտեմ, դժվար է շատ Հայաստանում։ Չգիտենք, սենց ինչքան կձգենք։ Տոկով երևի պլիտա։ Գազը քիչ կոչարել։ Գազն է միայն։ Էլեկտրական պլիտա է։ Մի սենակում կհավաքվենք։ Տաքլի մեզ համար ավելի լավ, եթե շատ ցուրտ է, լավ ստիպված գազը շատ կգնա։ Էլեկտրականություն, գազը արդեն մատչելի չի։ Մի կերպ անց կենանք էլի։ Մնում է զինվել համբերությամբ եւ լավատեսությամբ, իսկ թե ինչպիսի ձմեռ է պատրաստել այս անգամ բնությունը դեռ պարզ չէ։ Մնում է հուսանք, որ այս տարի կլինի ավելի մեղմ։ Որոշենք տանենք այդ բանը, չենք մրսի։ Միք հեռուստաընկերություն, լուրեր։